Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, օրհնեցեք Տեր Հայր։ Աստծո օրհնությունը ողջույն ձեզ։ Արհեռուստաընկերության եթերում է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր զրույցներ հաղորդաշարը։ Այսօր կխոսենք աղոթքի զորության, ինչպես նաև աղոթքով բժշկության մասին։ Մեր հյուրն է հոգեթերապևտ նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը, ով երկար տարիներ շարունակ աղոթքներով, նարեկացու մատյան ողբերգությամբ բժշկում է մարդկանց։ Շնորհակալություն եթերին մասնակցելու համար, Արմեն։ Մենք գիտենք, որ դուք մարդկանց բժշկում եք աղոթքով, ինչպես, եւ ձեր բժիշկ լինելու հանգամանքը օգնում է այդ գործում։ Ես բժիշկներից ամենավերջինս, որպես հոգեթերապևտ խոսքի բուժման ճանապարհին անցնելով շատ բժշկական մեթոդներ, հոգեթերապիայի տարբեր ուղղություններով, ասենք հոգեվերլուծություն Ֆրեյդի, հիպնոզ, տարբեր այդ դպրոցների ուղղությունները, զգում էի, որ սա չի բավարարում, որտեղ լիարժեք մարդը հոգեպես խաղաղ հանգիստ չի, որտեղ հոգեթերապևտը բուժում է խոսքով, ասենք իր խոսքով, ինչ-որ մարդկանց ստեղծված խոսքով, եւ այսպես ասու նախախնամությամբ ես ասայն ճշմարիտ խոսքին։ Այդ բժշկությունը, եթե ներկայացնենք, ավելի լավ է ներկայացնել նարեկացու խոսքերով։ Իր խգը աղոթքում այսպես է ասում. հոգեկան վերքերու պատատը դա վիակապն է։ Պատատ պատրաստելու համար կարող չես ոչ սպեղանիների, ոչ միջնորդի, ոչ ժամանակի, ոչ օրերի երկազրկության, ոչ փոփոխություններ մտցնելու, ոչ կտրելու, ոչ խարելու, ոչ էլանդամատություն անելու մարդկային բժշկության համեմատ, որտեղ վրիպանքը, սխալը եւ տարակույսն է միշտ կերևի։ Ցավոք սրտի, որպես բժիշկ, այո, պիտի ես խոստովանեմ, որ բժշկությունը գիտեք, մինչև այսօր էլ ունի շատ անբուժելի հիվանդություններ, դժվար բուժելի, որոնք երիտասարդանում շատանում են։ Բայց դա չի նշանակում, որ դրանք անբուժելի են։ Ինչ հիվանդություններ հնարավոր է բուժել աղոթքով։ Աղոթքով հնարավոր է բուժել ցանկացած հիվանդություն, որովհետև աղոթքով երբ որ բուժում ես, դու չես բուժում։ Այստեղ այդ բուժում է տվյալ աղոթքի զորությունն ու մարդու հավատը։ Աստված է բուժում։ Աղոթքը այդ միջնորդն է երկնային, որ կապում է մարդուն Աստծո հետ։ Աստծո համար անհնար անբուժելի հիվանդություններ չկան, որը մենք բարձ տեսնում ենք Աստվածաշնչում։ Երբ որ նա բուժում էր տարբեր տեսակի, տարբեր բարդության հիվանդություններ, սկսած ինֆեկցիաներից, դաբորոտի բժշկումը, անդամալույթից, որը շատ այսպես տարբեր ընդհանուր, ասենք, մի խումբ հիվանդություններ կարելի է ենթադրել, որովհետև ամբողջ բուժման սկզբունքը ինչն է ընկած։ Դա մեղքի զղջանքն է, մեղք հիվանդություն կապն է, որտեղ ինքը պարզ մեզ բացատրում է, ամբողջ խնդիրը նրանում է, որքանով է մեր հավատը ճշմարիտ եւ ուղիղ եւ որքանով մենք հավատում ենք այդ ճշմարտությանը, որտեղ դա հավատը իրական, գործնական, կիրառական, ռեալ ճշմարտություն է։ Եվ ինչպես ի խորոց սրտի խոսքս ասում, բաց ճիշտ սրտով կանգնի Աստծո առաջ եւ հավատա այն հրաշքներին, որը տեղի ունեն։ Բայց ցավոք սրտի այսօր էլ մարդիկ տեսնում են, ինչպես գրված է, տեսան էլ չհավատացի եւ չեն հավատում, որտեղ դա լինում է իրենց հավատի երկմտությունից, թերահավատությունից։ Շնորհակալություն, կշարունակենք։ Տեր Շահե, եկեղեցիներում հոգևորականները հատուկ բժշկության կարգ են կատարում եւ պատարագից հետո եւ մասնավոր առանձին դեպքերում կան եկեղեցիներում հատուկ խորաններ, որտեղ հնարավոր է բժշկության կարգ անցկացնել։ Որ դեպքերում է աղոթքը օգնում։ Ինչպիսի պայմաններ ունեն։ Բաց ասեմ, օծյալը ունի այն զորությունը, որը տրվում է եպիսկոպոսի ձեռքից, օծելով նրա ճակատը եւ ձեռքերը եւ իշխանություն է տրվում նաեւ այ մեղքերի մասին, որ խոսվեց, այդ մեղքերի թողության եւ նարեկացին ինքը հենց վարդապետ էր, ինքը հենց այն հզոր անոթն էր երկրի վրա, որը ամբողջ աշխարհը խոնարհվում է եւ հիմա այլև այդ եկեղեցիներ, ինչպեսին ուղափառ եկեղեցիներն են կամ բողոքական նույնիսկ ուղղության մարդիկ, որոնք ընթերցում են նարեկ, հրճակում են իրեն որպես ամեն ժամանակների աղոթողը։ Այսպիսի կատեգորիա է տրված։ Ես հիշում եմ, թե ինչպես նարեկացուն թարգմանում էին հենց մատենադարանում ֆրանսերեն,
ուրեմն ճիզվիտական ուղղության մի հրաշալի կրոնավոր նստած աշխատում էր Մատենադանում տասնյակ տարիներ եւ անգլերեն թարգմանվեց, ռուսերեն թարգմանվեց եւ պետք է թարգմանվի եւ բոլորը ճանաչեն Նարեկին, որովհետեւ Նարեկը այն հետաքրքիր հայկական պրիզման է, որը ամբողջ Աստվածաշունչը կարողացավ անցկացնել իր սրտի, իր հոգու, իր մտքի միջոցով եւ արտաշնչել հայոց լեռնաշխարհում։ Եվ այդ հրաշքը, որտեղ դրախտի գետերն էին բխում, որտեղ Նոյան տապանն է, նաև Նարեկի ձևով արտահայտվեց, ինչպես Մաշտոցը խոսում է այդ մասին, ինչպես դարեր հետո խոսեն նաև Տաթևացին, կխոսեն բոլոր մեծերը։ Ես պիտի ասեմ, որ այո, շատ անհրաժեշտ է դիմացինի հավատքը, շատ ճիշտ նկատեց, չնայած պիտի ասեմ, որ հենց անհավատի համար էլ տեղի են ունենում հրաշքներ։ Օրինակի համար, Արվեստարանում շատ բարձ հատված կա, հատկապես ավագ շաբաթի մեջ հիշվում է խավարման գիշերին, երբ Պետրոս Առաքյալը կտրում է ծառաներից մեկի ականջը, երբ արդեն բռնելու են Քրիստոսին, Քրիստոսը տեղը բուժում է Մարկոսի ականջը, բայց հետաքրքիր է, որ առաջին ապտակը ինքն է տալիս հենց քահանայապետի մոտ։ Այսինքն մարդու անշնորհակալ վիճակը, տեսավ Աստծո հրաշքը, մեկ է անշնորհակալ մարդը։ Այդպես է բժշկի լավ կիմանա, թե ինչի մասին է խոսքը, որ մինչև հիվանդ է գալիս է աղաչանքով, պալատանքով եւ այլն, բժշկվելուց հետո կարող արդեն մոռանա էլի բժշկին։ Այդպես էլ մարդու վիճակն է, Ադամի վիճակն էր այդպեսին։ Դրախտը տրված էր իրեն, հրաշքները տրված էին իրեն, ինքը որևէ կարիք չուներ, պատված էր ամբողջ լույսով, զգեստի կարիք չուներ, ոչ մի բանի կարիք չուներ, բայց ինչ արեց, երախտամոռ եղավ, պատվիրանա զանց եղավ, այդպես էլ աղոթքը ունի իր զորությունը հարատև, մշտնջենավոր, հոսում է երկնային լույսերից, փառքերից, միայն թե մենք կարողանանք անոթ լինել ընդունելու այդ լույսերը մեր մեջ, որպեսզի մենք նույնպես դառնանք լուսավոր։ Իսկ եթե խավար է մեր մեջ, Հիսուս ասում է, ապա խավարը որքան եւս։ Ես կուզեի ավելացնել, տեսեք, հիվանդները իրենք խոսքի մեջ նշում են, ես մտնել եմ, խավարել եմ։ Իսկապես այդ խավարը գոյություն ունի։ Դա ճշմարտություն է։ Ինչ առումով են մտնել խավարը։ Խավարը արդեն մեղքերից է մարդը մտնում, կտրվելուց Աստծուց։ Եվ եթե որտեղ կա խավար, այնտեղ դեղը պարզ է, միակ կա լույսն է, երկնային լույսը պիտի գա։ Ես էլի կուզեմ Նարեկից ավելացնել, որ տեսեք Նարեկը, ինչպես այո Տեր-Շահեն նշեց, նա համամարտկային արժեք է ուղղված բոլոր ազգերին, որ հետաքրքրվում են։ Ես ունեմ բազմաթիվ դեպքեր, որտեղ ցույց եմ տալիս, թե ինչպես գրված է դրա մասին, հայերեն լեզվով Նարեկը կարդալով նա ազդում է անկախ ազգությունից, ինչու որտեղ դա Սուրբ Հոգով է գրած։ Հոգին ազգության խնդիր չունի։ Սուրբ Հոգու շնորհնոր լույսը տարածվում է։ Հայերեն աղոթքը լսելով ռուսը, ամերիկացին, գերմանացին լինում են նույն ազդեցությունը, ինչ որ հայի վրա։ Փաստորեն ես լինելով բժիշկ, հավատարիմ իմ արմատներին, ինչին մոտեցա։ Նարեկին, որտեղ տեսեք գրված է, սպեղանիկ զորավոր վիրած անբժշկականած, դեղ ազդողակ ցավոց անտեսականած։ Ինչպես ասենք Մանուկ Աբեղյանն է նշում, որ Նարեկացին աշխարհի ամենահին հոգեբուժն է, Նարեկն էլ ամենահին հոգեբուժության գիրքն է։ Հավատալով այս ճշմարտության, այս խոսքին, առանց կասկածելու մոտենելով, այո, այդ բժշկությունը կա, որ ես հիմա միջազգային կոնգրեսներում աշխարհի ներկայացնում եմ, որ սա բժշկության գիրք է, դասագիրք է, այսինքն գրված է ամբողջ հոգեբուժությունը, ինչ որ մեզ սովորացնում են։ Այսինքն մտքի խանգարում, աֆեկտիվ խանգարում, անձի խանգարում, չէ, զառանցանքներ եւ այլ ամբողջ ընկալման խանգարում։ Ատամների կրճատում։ Ամեն ինչը այստեղ կա այդ բժշկությունը, նույնիսկ ասենք ճիճվաթափություն, ինչպես կարելի անել։ Ուղղակի մենք ուզում ենք մեխանիզմը հասկանալ։ Մեխանիզմը որ հասկանանք, այստեղ արդեն պիտի մի քիչ գնանք ինֆորմացիոն բժշկության, այսինքն որ ամբողջ մեր աստվածային սուբստանցիան նյութը բանը որ գալիս է մեր մեջ, որը մեր երկրային մտքերով, այսպես խռովահույս վիճակներով մենք այդ բանը նեղում ճնշում ենք, նորից կարիք ունենք այդ ինֆորմացիայի լցվելու այդ զորությանը, մեղքերով։ Արմեն, Հովան Ոսկեբերյան աղոթքի մասին իր ճառում ասում է, աղոթքը բժշկություն է, սակայն երբ չգիտենք ինչպես օգտագործել այդ բժշկությունը, ապա չենք կարող օգտվել նրա բուժական զորությունից։ Հիմա ինչպես օգտագործել։ Բնականաբար տեսեք, մենք գիտենք, որ միշտ նշում ենք, որ Նարեկը ժողովրդի մեջ ամենատարածված գիրքն էր։
Տեր-Շահին շատ լավ նշեց, որ այդ պրիզմայով ամբողջ հավատը սա Աստվածաշունչ է։ Եվ նրան պիտի լուրջ մոտենալ, որ հայերից համար երկրորդ գիրքն է, այսինքն Աստվածաշունչը հասկանալի ձևի արագ տարածվում է մարդու մեջ, որպես այդ ամբողջ ինֆորմացիան նա կրի, որտեղ ինքը շատ լավ իր տարբեր գլխերում բացահայտում է մարդու անհավատարմությունը հավատից, որ թվացյալ իրեն թվում է ինքը հավատում է։ Օրինակ, մի աղոթքում լավ ուզում է մարդուն ինչ ցույց տա, որ հույսդ պիտի Աստծու վրա դնես։ Այդպես էլ ասում է, հույսս ում վրա դնեմ, հորս, մորս, բարեկամիս ունեցվածքից, որպեսզի մարդ ճիշտ ճանաչի եւ գա ճշմարիտ հավատքին։ Կամ մի այլ հավատքում, որտեղ օրինակ ես դա տեսեք օգտագործում եմ արյան հիվանդությունների, չէ՞, բարձ բացատրում է նույնիսկ որ հիվանդություն ինչի հետ է կապված, որտեղ ցույց է տալիս, որ մենք շատ անգամ ինչպես ենք դատում ուրիշներին մեզ ճիշտ համարելով, հասկացնի, որպեսզի մենք ետ կենանք այդպիսի մոտեցումից։ Հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գալիս են եւ բժշկում են օտար երկրացիներ։ Այո։ Եվ փաստորեն դուք հայերեն լեզվով եք արտասանում աղոթքները, թեև նարեկացին թարգմանված է տարբեր լեզուների։ Ինչու որտեղ մենք ինչքան էլ թարգմանենք, տեսեք, ես փաստորեն ինչ արեցի։ Իմ խնդիրը բուժական առումով ես հիմնվեցի ամբողջ պատմության վրա, ասում են նարեկը կարդում էին։ Շատ կարևոր է, երբ որ դու գիրն ես կարդում, թե այդ գիրը կենթանի խոսք է սարքում։ Եվ այդ խոսքը, երբ որ դու միջով անցկացնում ես, դու ինքդ հավատում ես, թե չէ։ Եթե ասենք նա թարգմանում են տարբեր լեզուներով, նայած նամ պոեմ են թարգմանում որպես գեղարվեստական գործ, որտեղ գիտեք, որ խորհրդային շրջանում եւ մինչեւ հիմա էլ դպրոցում ասնում ենք պոեմ։ Եվ արդեն մարդկանց մոտ գալիս է թերահավատություն։ Պոեմը ինչպես պիտի բուժի։ Ես աշխատում եմ նրան բերել իր սկզբնաղբյուրին, նա ի սկզբանե եղել է աղոթագիր եւ նրան չի կարելի գեղարվեստական գործ սարքել։ Որտեղ եթե մի քիչ ժամանակից լեզվով ասենք, հեղինակային իրավունքների խախտում է տեղի ունենում։ Եվ նա Աստվածաշունչ է, նրան պիտի շատ զգույշ մոտենալ։ Եվ դրա համար փաստորեն ես այդ վերարտադրեցի ձայնասկավառակի վրա, որտեղ ասենք հիվանդը պիտի լսի, որտեղ շատերը չեն կարող կարդալ։ Եվ եթե արդեն նա ձայնասկավառակի վրա է փաստորեն ցանկացած տարիքը, սեռը նա կարող է լսել։ Դուղակի միայն տեսեք, թե ինչ զղջանքի է նա բերում 80-90 տարեկան հասակի մարդկանց մոտ։ Այդ տարիքում մարդը զղջում է, որտեղ ամբողջ խառնվում ներսում եւ ամբողջ պատկերը գալիս անցնում է եւ ինքը տեսնում է։ Այդ զղջանքի process-ի գեղեցկությունը ոնց է մարդը կերպարանափոխվում, կենթանանում իր այդ սառած մեղքերից վիճակից։ Շատ անգամ իրենք իրենց այոմացու մեղքերը տեսնում են։ Եվ ինչն է կարևոր, արդեն այդ պատկերը տեսնելուց հետո բնականաբար իրենք ուղղորդում են եկեղեցի արդեն շտրված քահանայի շնորհով, որպեսզի մեղքի թողություն կատարի։ Պիտի ճիշտ հասկանալ, ես քահանա չեմ։ Ես ցույց եմ տալիս ճանապարհը, օգնում եմ, որովհետև իմ ամբողջ դավամանությունը հիմնված է մեր հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավաբանության վրա։ Եվ այդ անատոմիայի վրա, այո։ Ասենք, որ դուք նաև դպիր եք եւ ծառայում եք Սաղմոս ավանքում։ Առաջարկում եմ դիտել այժմ տեսանյութ նարեկաբուժություն անցնող աղջկա մասին եւ կվերադառնանք տաղավար։ Երեխու գլուխը ուռած ծնվեց։ 16 օր պահեցին, ասեցին, որպեսզի մեր վրա չեպե չլինի, մենք պարտավոր ենք 16 օր պահենք։ 16 օր հետո դուրս գրեցին մեզ։ Ու ոչ մի բան մեզ չեն ասել։ Ես էլ առանց իմանալու անդադ ձգձգում էի պատվաստում տանելուն, 3 ամսեկանից պետքա տանենք, ես էլ անդադ ձգձգում էի։ Տարանք, պատվաստեցին, բերեցին, քնեց 2 ժամ հետո վատացավ երեխան։ Անիկոն արդեն 21 տարեկան է, նոր է սկսել իր անունն ասել։ Ասում է, որ ինքը 11 տարեկան է։ 5-6 տարի առաջ իրեն թվում էր, որ ընդամենը 2 է, եւ այդ տարիքին բնորոշ հմտություններ ուներ։ Ընդունակությունը շատ քիչ էր, այդքան չէր հասկանում, այդքան իրան չէր հետաքրքրում։ Անիկոյի հիվանդության դիագնոզը DCP է, եւ չնայած ծնողները պնդում են, որ իրենց ընտանիքներում նման հիվանդություններով մարդիկ չկան, բժիշկներն ասել են, որ դա ժառանգական է եւ չի բուժվի։ Մենակ տենց կոպիտ ձևով ասել են տարեք հանձնեք։ Մենք սկի առողջ երեխեքին չենք կարում, ինչ-որ մի բան անեք, ուրնաց հիվանդներին, տարեք հանձնեք, ձեր խելքը ասեն, որ նստել եք հիվանդ երեխա եք պահում, նույնիսկ այդ տենց։
Ես այսքան ժամանակ ոչ մի բժշկից մի հատ լավ բան չեմ լսել, կոպտելուց բացի։ Համ իրանց մեղքով լինի, համ էլ մի հատ էլ կոպտեն։ Իսկ Անիկոյի ծնողները թեև անվերջ ստրեսների մեջ էին, որ նման երեխա ունեն, համբերատարությամբ խնամում էին։ Անիկոյի ամբողջ կյանքը կախված էր մորից, առանց նրա ոչինչ անել չէր կարող։ Սակայն մի օր նրանց կյանքը փոխվեց։ Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն առաջարկել էր Անիկոյի նման երեխաներին փորձել օգնել Նարեկով։ Ես առաջինը համաձայնվեցի ու տարա։ Գնացինք ու փոփոխությունը մեր վրա էլ։ Ես անդադ ստրեսների մեջ էի, դեպրեսիայի մեջ էի, անդադ դեղեր էի խմում, անդադ վատ վիճակերի, իմ առողջականն էլ վատ էր, անդադ այդ ստրես կենտրոն էի պարկում, չէի դիմանում, չէի կարում հաշտվեի, որ սենց երեխա ունեմ։ Իսկ այդ նարեկաբուժությունից հետո արդեն ես էլ հաշտվեցի, որ սենց է, պիտի հաշտվես։ Արդեն հիմա թեթև եմ տանում։ Երեխաներն իրենց ծնողների հետ նստում էին, իսկ Արմեն Ներսիսյանն ընթերցում էր հատվածներ Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունից։ Կարեն ասում է, որ դուստրը վերջին 5-6 տարվա ընթացքում այնքան է փոխվել, ինչքան չէր զարգացել 15-16 տարեկանում, մինչև Նարեկի աղոթքների զորության փորձելը։ Իրան ասում էին, որ դու լսես, կարդաս, դու բուժվելու ես, դու լավանալու ես։ Ու ինքն էլ ասեց, ամուսնանալու եմ, հարսեմ մլնելու, անուշ եմ դառնալու, հարսին անուշ ասեցինք, հա։ Ու ինքը ոգևորվեց, սկսեց ինքնուրույն հագնվել, նույնիսկ անկողիներ հավաքում։ Անին փոքրիկ աղջնակի պես սիրում է խաղալ տիկնիկներով, սակայն ամենից շատ սիրում է հեռուստացույց դիտել։ Սերիալներ է շատ նայում եւ յուրովի քննարկում է հերոսներին։ Մուլտերել է սիրում նայել, սիրում է երաժշտություն լսել ու անգամ պարում է իր սիրելի խամյակի, իր շնիկի հետ։ Մայրն ասում է, որ նախկինում նման բաներ չի ունեցել, որևէ էմոցիա արտահայտել չի կարողացել։ Հիմա Նարեկացու աղոթքները տանն են լսում, միացնում են ձայնագրությունն ու լսում։ Անիկոն էլ իր հերթին է աղոթում, նվեր ստացած նոր կտակարանից ընտրում է որևէ էջ ու կրկնում այն բառերը, որ լսում է ձայնագրությունից։ Փառք Հիսուսին։ Սպասելիքներս են, որ կարողանա ինքնուրույն իրան սպասարկի, ոնց որ հիմա է անում, ավելի լավացնի։ Էլի բանը։ Սուրբ Հովան Ոսկեբերանն ասում է, որ աղոթքը բժշկություն է, սակայն եթե չգիտենք ինչպես օգտագործել այդ բժշկությունը, ապա չենք կարող օգտվել նրա բուժական զորությունից։ Տեսեք, բժշկության մեջ մենք նշում ենք շատ անբուժելի հիվանդություններ, բայց մոռանում ենք մի կարևորի՝ հուսահատության։ Ամենաանբուժելի հիվանդությունը դա է, հուսահատությունը, որ ուղեկցում է հիվանդություններին եւ նա չի երևում եւ միացնում են դրա հետ, որ առաջին հերթին պիտի հուսահատությունը բուժել, որ մարդ հույս ունենա։ Եթե նա հույս ունենա եւ հավատը գազդուրվի ամբողջանալի արժեք, ամեն ինչ կարող է կարգավորվել։ Դեր այդ հուսահատությունը ինչպես կարելի է հաղթահարել։ Շատ կարևոր հանգամանք է, ես պիտի ասեմ, որ դա հույսը Աստծո պարգև է, ինչպես հավատքն է պարգև, ինչպես սերն է պարգև։ Այդ պարգևը տրվում է մարդուն մկրտության ժամանակ։ Երբ կնքահորը հարցնում են, որ ինչ է խնդրում քո սանիկը, եւ նա տալիս է 4 կատեգորիա՝ հավատք, հույս, սեր, մկրտություն։ Այսինքն այս 4 սյուների վրա կանգնում է մեր հոգևոր տաճարը, մեր այդ բանական մտքի մասին խոսած այդ տաճարը, որ չփլուզվի, ինքը կանգնում է։ Եթե մի սյունը մենք խլենք, դա հույսի սյունն է, ապա տաճարը կփլուզվի։ Եվ Նարեկյան այն հրաշքները, որ մենք տեսանք, որ գործում է, անպայման այդ սյան վերականգնումն է, այդ շինարարությունն է սկսվում։ Եվ ես շատ շնորհակալ եմ նաև մեր բժշկից, որ խորհուրդ տվեց, որ անպայման գնան տաճար եւ քահանայից ստանան թողություն, որովհետեւ երկրի վրա պիտի թողվի այդ մեղքերը։ Շատ կարևորում եմ աղոթքի պահով, թե ինչպես Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղված թղթում մեզ ուղղում է դեպի հարատև աղոթքի հոգով։ Այսինքն պարտադիր չէ, որ մենք դինենք զավզակ, շատախոս եւ Աստծո անունը անտեղի, ինչպես գիտենք պատվիրաններից, Աստծո անունը զուր տեղը մի բեր կոպերան, այլ հոգով աղոթքը, այսինքն ես քեզ հավատում եմ, ես ուղղում եմ իմ բոլոր զորությունը քեզ, Տեր, եւ գիտեմ, որ դու ես ինձ ստեղծել, եւ դու իմ ծնողն ես, եւ դու պիտի խղճաս, ողորմաս ինձ, ահա աղոթքի բուն էությունը։ Տեր հայր, բոլոր աղոթքներն են լսելի, ինչպես անել, որպեսզի աղոթքը լսելի լինի։ Շատ հետաքրքիր է, դուք ինձ հիշեցնում եք Հակոբոս առաքյալի 4-րդ գլխի այն հատվածը, թե ինչպես Հակոբոս առաքյալը ասում է
դուք խնդրում եք որևէ բան չեք գտնում, որովհետև չեք աղոթում, աղոթում եք, բայց դարձյալ չեք ունենում, որովհետև բաց սրտով եք աղոթում, այսինքն ցանկությունները գալի խառնվում են դրան, այո, եւ ցանկությունները գալի խառնվում են, եւ դուք այդ ամբողջ պարգևը ուզում եք ծառայեցնել ձեր ցանկություններին։ Գրիգոր Տաթևացին էլ այսպես է ասում, համատելով ասում է խունկի հետ, որ ծուխը գալիս է, բայց հոտ չկա։ Եթե այդ ամեն ինչի մեջ բույրը սերը չկա Աստված կամ նարեկացին իխորոջ սրտով դու սիրտը չես բացելու կանգնել, միայն այդպես լեզվող աղոթքը ոչինչ չի անցնի։ Չի ասվի եւ դրա համար շատ անգամ մարդը ուսախապվում է, ես աղոթեցի ոչինչ չեղավ։ Բայց եթե դու կանգնել ես ինչ սրտով, պիտի չէ սրտիցդ ամեն ինչ մաքրես, մի կողմ դնես, ներես ու սեր պիտի լինի։ Ու որպես Արմենի խոսքերի շարունակություն կա հատուկ խոսքեր հստակ, եթե հստակ աղոթքի տեքստը չգիտես, կարելի է այլ խոսքերով աղոթել եւ ինչ պետք է խնդրել Աստծուց։ Եթե մարդը չգիտի հայրմերը, չգիտի Սամոսներ, չգիտի Նարեկյան, ասենք Մատյանից որևէ հատված, գոնե ինքը մի խոսք պիտի ասի մեղա Աստծո։ Աստծուց ամենաառաջինը մենք պիտի խփվենք մեղքերի թողություն, արքայություն, արդարություն։ Որտեւ արդեն եթե ես դա խնդրում եմ, ուրեմն լրիվ հասկացել եմ, մնացածը կտա։ Աստված գիտի ում ինչա պետք։ Ես կարևորը իր հարաբերության մեջ պիտի տամ, այսինքն ես խնդրում եմ այսօր սա ունենամ, բայց ես չգիտեմ, որ այսօր ինձ ավելի պետք է իմ մեղքի թողությունը, որտեղ սա է պատճառը, որ ես այս վիճակի մեջ եմ։ Աղոթքի թեման եւ հատկապես աղոթքով բժշկության թեման անսպառ հարցեր ունի եւ ես համոզված եմ, որ մեր հեռուստադիտողները հատկապես այս հաղորդումից հետո շատ հարցեր կունենան ձեզ ուղղելու եւ մենք տալիս ենք այդ հնարավորությունը, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք ձեր հարցերը ուղղել harts@kahanaq.am էլեկտրոնային փոստի հասցեին եւ մենք կխնդրենք, որպեսզի մեր սիրելի հյուրերը պատասխանեն ձեր հարցերին։ Իսկ այժմ դիտենք մեր հաղորդման մշտական էջը Kahana.am, ուր Տեր Եսային պատասխանում է մեր նամակագիրներին հուզող հարցերին։ Խնդրեմ։ Քրիստոս հարյավ իմերելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք պատասխանել ձեր այն հարցերին, որոնք ուղղել եք Արարատյան հայրապետական թեմի Kahana.am կայքին։ Եվ այդ հարցերից առաջինը այսպիսին է. Տերհայր Զատկին հաջորդող կիրակին կոչվում է կրկնազատիկ կամ կարմիր կիրակի։ Ինչ է դա նշանակում, ինչպես կարող է զատիկը կրկնվել։ Իրականում զատիկը չի կրկնվում, պարզապես եթե մենք կրկնազատկի կիրակիի ավետարանական ընթերցվածներին հետևել, խորհրդի իմաստը մեզ ավելի պարզ եւ ավելի հստակ կլինի։ Այս օրը մենք ընթերցում ենք ավետարանական այն հատվածը, երբ որ Քրիստոս երկրորդ անգամ հայտնվեց Վերնատան մեջ զատիկից 8 օր հետո եւ այս անգամ Թովմասին դիմելով ասեց, որ արի եւ ձեռքերը դիր իմ վերքերին ու մի եղի անհավատ, այլ հավատա Աստծուն։ Այս պատմության հիմքը կամ ամբողջացնելու համար այս պատմությունը պետք է մենք հիշենք ու հատկապես մեզ համար արձանագրենք այն փաստը, որ Թովման այն առաքյալն էր, ով Զատկի կիրակի օրը, բուն Զատկի օրը ներկա չէր Վերնատանը, երբ որ Քրիստոս հայտնվեց, հարուցյալ Քրիստոս հայտնվեց իր աշակերտներին եւ տվեց խաղաղության ու հարության ավետիսը։ Եվ երբ որ աշակերտները Թովմային հետո պատմում են, որ մեր Տերը եւ վարդապետը հարություն է առել, Թովման ասում է, որ մինչև չտեսնեմ կողի եւ ձեռքերի ու ոտքերի վերքերը, ես չեմ հավատա։ Դրա համար Զատկից 8 օր հետո, Զատկի 8-րդ օրը, Քրիստոս նորից Վերնատան մեջ հայտնվում է իր աշակերտներին եւ այս անգամ արդեն դիմում է Թովմային, ասելով, որ արի տես վերքերը ու մի եղիր անհավատ։ Իրականում կրկնազատիկի այս խորհուրդը կամ այս պատմության հիմքը մեզ գալիս է սովորեցնելու, որ Քրիստոս փորձեց հարությունից հետո բոլորին վստահեցնել իր հարության նկատմամբ ունեցած վստահության ու հավատքի հետ, այսինքն որ չլինի որևէ մեկը երբևէ որպեսի կասկածի Քրիստոսի հարությանը, նույնիսկ թերահավատներին, ինչպես ասենք Թովման էր։ Բայց շատ հաճախ այստեղից նաև մեզ մոտ այն պատկերացումն ու ընկալումն է, որ Թովմա առաքյալը անհավատ էր կամ ավելի ճիշտ թերահավատ, եւ այդպես էլ պիտակավորվել է պատմության մեջ Թովմա առաքյալը, սակայն իրականում երբ որ մենք
նայում ենք ամբողջ ավետարանական պատմությունների մեջ, որտեղ որ հիշատակվում է Թովմա առաքյալը, թեև շատ քիչ է Թովմա առաքյալի մասին վկայությունը, իրականում մենք բոլորովին ուրիշ եզրահանգման ենք գալիս, որ Թովման ոչ թե ավելի թերահավատ գտնվեց Աստծո նկատմամբ, այլ Թովման թերահավատ գտնվեց իր աշակերտների կամ իր ընկերների նկատմամբ, որովհետև Թովման ուներ այսպիսի մի հավատք, ինչպես որ ցանկացած մի պարզ եւ իրական հավատացյալ, եթե որևէ մեկը տեսնում է հարուցյալ Քրիստոսին, ուրեմն այդ մարդու կյանքը պիտի ամբողջովին փոխվի։ Իսկ երբ որ աշակերտները Թովմային ուրախությամբ ու ոգևորված տվեցին Քրիստոսի հարուցյան ավետիսը, Թովման միայն տեսավ ոգևորություն եւ ուրախություն եւ բնականաբար կասկածեց, որտեղ նրանց աչքերի մեջ չտեսավ փոփոխություն, նոր մարդու։ Հետևաբար հիմնականում նաեւ Թովմա առաքյալի կասկածը գալիս էր այստեղից։ Բայց իհարկե Քրիստոս բոլոր ժամանակներում մեզ սովորեցնում է, երանելի է, եթե մարդը առանց տեսնելու է հավատում։ Առանց տեսնելու հավատալ չի նշանակում անհիմն հավատք կամ կուրորեն հավատք։ Առանց տեսնելու հավատք նշանակում ենթադրում է բնականաբար առողջ բանական հավատք։ Սակայն շատ հաճախ մենք ակնկալում ենք, որ այ հրաշք տեսնեմ եւ կհավատամ։ Այս երևույթն է, որ Քրիստոս շատ հաճախ դատապարտում է։ Եթե մարդը ասում է մկրտված չէ, նրա աղոթքը արդյոք լսելի է կամ ոչ։ Իրականում այստեղ մկրտությունը չէ, որ պայման է։ Մեր աղոթքը Աստված կլսի թե ոչ։ Իհարկե Աստված բոլորի աղոթքներն է լսում։ Բայց մկրտությունը այն պայմանը չէ, որ օրինակ եթե մենք մկրտված ենք, ուրեմն Աստված մեր աղոթքը լսում է, կամ եթե մկրտված չենք, ուրեմն Աստված մեր աղոթքը չի լսում։ Իրականում սա սխալ պատկերացում է։ Աստված մեր աղոթքը լսում է ամեն պարագային։ Ուրիշ բան է, Աստված մեր աղոթքին պատասխանում է կամ ոչ։ Սա հարցի մյուս կողմն է։ Եվ մյուս կարևոր պայմանը մկրտությունը նրա համար չէ, որ Աստված մեր աղոթքները լսի։ Մկրտությունը նրա համար է, որ մենք փրկության արժանանանք։ Եվ այստեղ էական տարբերություն կա։ Աստծո համար կարևոր է աղոթողների թիվը։ Եթե մենք նկատի ունենք ավետարանական այն պատմությունը, որ ասվում է, որտեղ որ 2 կամ 3 հոգի իմ անվան շուրջ համախմբվեն, ես նրանց մեջ կլինեմ։ Իհարկե, այստեղից բխում է այն հանգամանք, որ այստեղ կարևոր չի, եւ առհասարակ, եթե մենք նկատի ունենք եկեղեցիներում մարդկանց թիվը, եթե շատ է, ուրեմն մեր աղոթքը ավելի լավն է, կամ եթե եկեղեցին կիսով չափ լեցուն է մարդկանցով, ուրեմն այս մարդկանց աղոթքը ավելի պակաս կարևոր է կամ ավելի քիչ ընդունելի է, ապա սա թյուրիմացություն է եւ սխալ պատկերացում քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի։ Իհարկե ոչ մի կարևոր դերակատարություն չունի աղոթողների թիվը։ Կարևորը աղոթքի որակն է, աղոթքի ոգին է, հավատքն է, անկեղծությունն է, որով մենք աղոթքը բարձրացնում ենք առ Աստված։ Աղոթելիս ում պետք է դիմել՝ Հայր Աստծուն, Հիսուսին կամ Մարիամին, թե սրբերին։ Նաև հայտնի է, որ աղանդավորները տարածում են, թե իբր հարց չկա սրբերի բարեխոսությանը դիմելու։ Մենք իհարկե աղոթում ենք միայն ու միայն Աստծուն, Սուրբ Երրորդության 3 անձերին՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Մեր աղոթքը միայն ուղղված է դեպի երկինք եւ դեպի Աստված։ Սրբերին երբեք մենք չենք աղոթում, Աստվածամորը, սրբերին, որովհետև կամ հրեշտակներին, որովհետև սրբերը չեն, որ մեր խնդրանքները կատարելու են։ Մենք խնդրում ենք սրբերի բարեխոսությունը։ Հետևաբար այստեղ պետք է հստակ զատել իրարից։ Բարեխոսությունը սրբերի ուրիշ բան է, աղոթքն առ Աստված բոլորովին ուրիշ բան։ Սրբերի բարեխոսություն խնդրել երբեք չի նշանակում աղոթել սրբերին։ Մենք ընդամենը աղոթում ենք Աստծուն, բայց խնդրում ենք, որ սրբերն էլ նույնպես բարեխոս լինեն մեզ համար, մեր խնդրանքը մատուցեն Աստծուն։ Ինչպես որ ավետարանական շատ ու շատ օրինակներում մենք տեսնում ենք նույն այս բարեխոսության պատմությունը ամենահայտնին եւ բոլորիս կարծում եմ բոլորիս կողմից ճանաչված Կաննայի հարսանիքի պատմությունը, երբ որ գինին վերջացավ եւ Աստվածածինը բարեխոսեց, որպեսզի Քրիստոս օգնի այս ընտանիքին եւ արդյունքում ջուրը գինու դարձրեց Քրիստոս։
Ինչու են մարդիկ գնում եկեղեցի, չէ որ աղոթել կարելի է ցանկացած տեղ եւ ցանկացած պահի։ Եկեղեցի նրա համար չէ, որ մենք գանք ու այստեղ ինչ որ բան տանք կամ ինչ որ բան այստեղ թողնենք, ընդհակառակը։ Եկեղեցին նրա համար է, որ մենք այստեղից ինչ որ բան վերցնենք։ Իսկ ինչ կա եկեղեցում, որ չկա ուրիշ տեղ։ Դա Սուրբ Պատարագն է, Քրիստոսի մարմնի եւ արյան խորհուրդն է։ Սա միակ բանն է, որ ուրիշ տեղ հնարավոր չէ գտնել։ Քրիստոս պատարակվում է ամեն կիրակի եկեղեցում եւ Քրիստոսի մարմնի եւ արյան խորհրդին մենք կարող ենք հաղորդակցվել միայն եկեղեցում Սուրբ Պատարագի արարողության ժամանակ։ Հետևաբար մենք այս է պատճառը, որ գալիս ենք եկեղեցի։ Սրանով է պայմանավորված եկեղեցու կարևորությունը, որովհետեւ Քրիստոսի մարմնի եւ արյան խորհրդով նաև հաստատուն եւ ամուր է մնում եկեղեցին, մեր հավատքը, մենք իբրև քրիստոնյաներ մեր գոյության իմաստը տեսնում ենք հենց Քրիստոսի մարմնի եւ արյան հաղորդության խորհրդի մեջ։ Հետևաբար եկեղեցին մի տեղ է, որտեղից մենք գալիս ենք Աստծո օրհնությունը եւ Սուրբ հաղորդությունը վերցնելու, եւ այս իմաստով է, որ եկեղեցի գալը կարեւորվում է։ Ես այս առիթով կուզեի փոքրիկ մի աղոթք անել ներսես շնորհալու հայտնի առողջ լուսո երգից։ Սերանուն Հիսուս, սիրով քո ճմտյա սիրտին քարեղեն։ Շնորհակալություն, թույլ տվեք ինձ մեջ բերել կրկին Հովան Ոսկեբերյանի աղոթքի մասին ճառից, երբ ես ասում եմ կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր նրան, դու պատասխանում ես։ Ես խնդրեցի 1, 2, 10, 100 անգամ եւ չստացա։ Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել։ Երբ կստանաս, շարունակիր մնալ աղոթքի մեջ։ Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս։ Եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես։ Մենք շնորհակալ ենք ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, այս 30 րոպեն մեզ հետ անցկացնելու համար։ Կհանդիպենք մյուս կիրակի նույն ժամին։